Հրավիրած ենք այսօր Հովսեփ Տեր-Գևորգյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամը, որը ստուդիոյի մեջ իմ կողքին է։ Բարի եկած եք Հովսեփ Տեր-Գևորգյան։ Շնորհակալություն հրավերին համար։ Հովսեփ Տեր-Գևորգյան, հակաեկեղեցական այս նոր հարվածները ինչ նպատակ կհետապնդեն։ Նախ եւ առաջ ասենք, որ այս արշավը նոր չէ։ Այս արշավը սկսավ 2018-ին, երբ իշխանության հասավ Նիկոլ Փաշինյան, եւ եթե գիշեք նոր Հայաստան, նոր Հայրաբեդ, այսպես գարկախոսով եւ փորձեց զանազան օղակներու միջոցով աբագայունացնել եկեղեցին, դգարացնել եկեղեցին եւ չհաջողեցավ։ Թե ինչու պետք է նախ ասենք, որ իսկապես ողբերգական է, որովհետև մենք այսօր գաբրինք մեր ամենա ճակատագրական հայրենիքի եւ սյունիքի համար ճակատագրական օրեր։ Գիտենք թե ինչ տեղի կունենա Բարսկաստանի մեջ, գիտենք թե այդ բոլորը ինչ տեսակի ասացություն կրնա ունենալ սյունիքի վրա եւ այս մեկը անակնկալ չէ, որովհետեւ մի քանի շաբաթ է, մի քանի օրեր է խոսի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանաժամ տված էին Բարսկաստանին եւ այդ Բարսկաստանի այդ դրված պայմանաժամի վերջը հասներ։ Եվ ընդհանրապես անցյալ շաբաթվա ընթացքին մենք միասնական լալու մենք բոլորս թիմագայելու թեմ այս վտանգները Հայաստան որպես պետություն, որպես ժողովուրդ, մեր վարչապետը ամեն օր ժամը 8:30-ին առաջ կսպասենք, թե ինչ տեսակի խելակարություն, ինչ տեսակի քրեհիկ ոճով կրառումներ պիտի լինեն։ Ուրեմն այս նպատակը հստակ է, անշուշտ Ադրբեջանի եւ Ալիևի ջնշումները կան, ինչպես կսեիք Փաշազադեի եւ Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի իրենց հարցակումները միաժամանակ էին։ Բայց կրնանք ավելի քիչ մնալ հերույ էր տալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը գուզե այսպես հայության նկարակիրը, հայության արժեքները փոխել։ Իրեն համար սրբություններ չկան, իրեն համար ասկային արժեքներ չկան, Նիկոլ Փաշինյանը գուզե թե եկեղեցին, թե հայությունը գդրել իրանցյալեն, գուզե հլու հնազանդ ենթարկվող գարույցներու եւ ժողովրդի վերածել, գուզե մեզի պատրաստել, նախապատրաստել, որ թյուրինը լա թրկացման այդ ծրագիրը եւ մենք այսպես ոևէ հագատարծություն, ոևէ բան չունենանք, չհագաստենք այդ ծրագրին։ Այս փորձը ասեմ նաև եղած է տարերու ընթացքին, եղած է պատմության մեջ, եղած է նույնիսկ Վարդանանցեն սկսյալ, եղած է ետքը ցարական իշխանություններու ընթացքին։ Բայց ոչ հայկական։ Ոչ հայկական, շուշտ ոչ հայկական, բայց այս ծրագիրը գարձեմ բոլորս համաձայն են հայկական ծրագիր չէ։ Այս ծրագիրը թրկական ծրագիր է, օդար ծրագիր է, բայց գլա հայերու ցերամ։ Եվ վասիգա է որ բոլորիս համար անընդունելի պետք է լա, եւ այս ընթացքը պետք է գանկարնե եւ պետք է մենք ստապինգ լրջանանք եւ մեր այսօրվա իսկական խնդիրներով վրա գետրոնանանք եւ ոչ թե այսպիսի երկրորդական, երրորդական խնդիրներով վրա գետրոնանանք, ինչպես կսեի հայրենիքի գոյությունը այսօր վտանգի տակ է։ Հովսեփ Տեր-Գևորգյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոն անմիջապես Գարեգին II վեհապար կաթողիկոսին զորակցության հայտարարություն ներավ։ Խնդրեմ մեզ ներկայացրեք այս հայտարարության բովանդակությունը։ Այո, Հայ Հեղափոխական Դաշնակցություն չի գնալ լուր մնալ։ Այսինքն պետք է նախ հստակացնենք, որովհետև այսօր շատեր կան, որ գործեն իրենց մադին դե բախդիլ եւ չեն ուզել հստակ դիրքորոշում արտահայտել։ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իր ընտանիքով, իր գարույցներով չի գնալ ընդունել այսպիսի փորձեր, այսպիսի հարցակումներ։ Եվ ասիկա բաթմության ընդմեջեն մենք ցույց տված ենք, ինչպես քիչ առաջ կսեի ցարական իշխանություններով, երբ կփորձվեր բռնակրավել հայ եկեղեցու ինչքերը,
Տաշնակցության ղեկավարությունը նույնիսկ ամենաբարձր մակարդակով Ռոստոմը ուրեմն ամբողջ իր գազագերբական իր գարույցի ուրեմն ամբողջ կարողականությունները իգործերին որբեսի կարելի լա այդ ծրագիրը ծավալցնել եւ ծավալեցավ եւ այսպես պատմության նույնիսկ գտնամսել խորհրդային առաջին ուրեմն 1920-ական թվականներուն երբ արշավ գդարվեր հայկական եկեղեցու դեմ ուրեմն գսվեր որ տաշնակցական ուրեմն եկեղեցին աստծության դագ է ինչ այդպեսի ոչ մեկ իրականություն կա ուրեմն տաշնակցություն հայաստանյաց ընդհանրապես հայ ասկային եկեղեցի այսպես գուզեմ շեշտել ինքնաբերաբար արժեք է տաշնակցության համար այդ եկեղեցին, ասկային եկեղեցին եւ մենք ուրեմն հստակորեն մեր դիրքորոշումը արտահայտեցինք գետրոնանալով առաջին խոսքի սկիզբը այդ ինքնության արժեքներուն վրա, բայց բեդության կողմը այս միջամտությունները ընդունելի չեն։ Ուրեմն այդ ձիրեններս է նաեւ եւ ասեմ որ մեր հայդարարություն միայն չենք բավականանար, անշուշտ այլևալ քայլերու թիմված է նաև, որովհետեւ այդ մեր զորակցությունը հստակ ձևով արտահայտվի եկեղեցու եւ կաթողիկոսին եւ ինչպես գիտեք նաև երբ որ կաթողիկոսը վերադարձավ Հայաստան իր արաբական միացյալ էմիրությունները այցելուտենեն ժողովրդային նաև ընդունելություն տեղի ունեցավ եւ այդ ժողովրդային ընդունելությունը աբացույց էր որ հագարակ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերուն չէ դարավին մենք ունենք այդ առողջ զանգվածը որ պատրաստ է բայկարելու, թիմադրելու եւ իր խոսքը եւ իր գեցվածքով հստակ աբացուցելու որ հայ եկեղեցի մինակ չէ եւ Նիկոլ Փաշինյանի գործերը եւ այդ հայտարարությունները անընդունելի են Հովսեփ Տեր-Գևորգյան, երբ կնայենք տարածաշրջանի մեջ թեժ վիճակին, Իսրայել-Իրան պատերազմին, որ սկսավ 3, որոնք կրնան շատ ծանր հետևանքներ ունենալ հայ ժողովրդի եւ մեր պետականության համար, չէ կարծեք թե հայ առաքելական եկեղեցու դեմ նոր ճակատ բանալը ժողովրդի մտքերը շեղելու մաս կգազմեն։ Օրինակ գիտենք, որ Բերձորի մեջ նոր օդակայան կշինվի վստահ որ туриզմով զբաղվելու համար չէ այդ օդակայանը Հայաստանին պատերազմ կսպառնա այսօր այո ռուս-ուկրաինական պատերազմին եւ անոր հետևանքներուն գուկա ավելնալու այս Իսրայել Բարսկաստան այս պատերազմը կամ իսրայելյան հարձակումը խիստ մտահոգիչ է ուրեմն Բարսկաստանի որ դաշնակից է Երկիրը ուր մենք հայկական գաղութ ունենք, հազարամյա ներկայություն ունենք, ուրեմն այդ երկիրը հարձակումների ենթարկվի եւ այս մեկը խիստ մտահոգիչ է։ Խիստ մտահոգիչ է եւ ինչպես գենթատրվի, որ եթե ժամանակի ընթացքին, եթե հարաճիգա շաբաթներուն այս պատերազմը երկարի եւ Բարսկաստան դգարանա այո Սյունիքի գրավումը ազերիական ներխուժումը իսրայելյան նաև օժանդակությամբ որբեսի նաև այդ Բարսկաստանը այսպես դգարանա որտեղ այդ ծրագրի մաս կգազմի որտեղ եթե Բարսկաստանը գդրվի Հայաստանեն Բարսկաստանի համար նաև դգարացում է Բարսկաստանի համար մեծ հարված է ուրեմն այս ամբողջ մեծ ծրագրի մեջը գրնա մեզի համար շատ ողբերգալի հետևանքներ ունենալ եւ ասեմ որ դարաշրջանի մեջ եթե Բարսկաստանը դգարանա ինքնաբերաբար Ադրբեջանը եւ Թուրքիան պիտի հզորանան ինքնաբերաբար մեզի համար շատ կարեւոր է որ բանակցություններու ջամփով լա բادرազմական գործողություններու ջամփով չլա այս ասենք դարաշրջանի հարցերու լուծումը եւ այս հոսեվոր երբ այս բոլորը խոսենք եւ մյուս կողմեն կտեսնենք որ Նիկոլ Փաշինյան տաբլոիդներու ինչպես ժուրնալիստները ասենք ADN-ը սկանդալային հոդվածներ կգրեն եւ այդ մդայնության մեջ այդ մոդեցումով
Հայաստանի ներքին հարցերը, եկեղեցու այդ հարցեր, եկեղեցի ժողովուրդ, պետություն, այդ գնբաստե այդ բարագման, երբ այսօր մենք միասնականության պետք ունենք։ Երեք բազմաթիվ պետությունները անվտանգության խորհրդի նիստեր ունեցան։ Կոնե ես մինչև այս բահս, չեմ գացել, որ վրիպեցավ աչքես, Հայաստանի մեջ անվտանգության խորհրդի նիստ չեք գումարվել։ Այսօր Հայաստանի բանակը արդյոք Զինավարժություն գնե։ Արդյոք զինավարժություն գնե։ Արդյոք Հայաստանի բանակը այսօր պատրաստ է դիմա գայելու։ Մենք անցյալ շաբաթներում տեսանք, թե ինչ զինավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքիայի, եւ այս բոլորը մտահոգիչ են եւ գրնան նախապատրաստությունը լալ Սյունիքի գրավում եւ գհուսամ որ մենք մի քանի շաբաթ վերջ պիտի չկանք եւ այսօր մասին պիտի չխոսենք այստեղ իսկ թե որքանով Հայաստանի պետությունը Հայաստանի ժողովուրդը գիտագից այսօր այս վտանգներուն եւ ինչ քայլեր դերնարգե այս մասին կգարձեմ բոլորս պետք է մտահոգված լինենք միակ ցևը որովհետեւ հայությունը Գարենը այս դարաշրջանի մեջ կայդվել միակ ցևը ասկային պետություն ունենալ է ասկային պետություն ոչ միայն պետություն ունենալ է այլ ասկային պետություն ունենալ է որովհետև եթե նախ պետություն չունենք եթե չունենք բանակ եթե չունենք pedagogan մեքենա եթե չունենք հզոր տնտեսություն եթե չունենք կադրեր pedagogan այրեր որոնք իրենց արհեստավարժությամբ իրենց մագարտակով գրնան երգիր ղեկավարել իսկապես սկսեմ մենք պիտի չգարենանք կոյդվել այս շրջանի մեջ որպես պետություն ուրեմն պետություն ունենալ շատ կարևոր եւ տեսանք որ նույնիսկ գազագերբությունները որքանալ որ հզոր են Միջին արևելքի մեջ զանազան գազագերբություններ պետությունները ավելի զորավոր են բայց պետություն չունեն պետություն չեն եւ պետությունը արժեք է այսօրվա այս ժամանակաշրջանի մեջ իր բանակով իր տնտեսությամբ իր դիվանագիտությամբ ուրեմն որովհետեւ գազագերբություններու թերագադարություն դեղը կհասնի որ այլևս կթատրին պետություններն են որ հիմնական թերագադարներն են միջազգային քաղաքական կյանքի բայց միայն պետությունն ունենալ չի բավար Պետությունը պետք է լա ասկային պետություն մեր երկրի մեջ մեր դարաշրջանի մեջ որովհետև այսօր երեք եւ այսօր Դագավին Թուրքիո եւ դարաշրջանի մյուս ուժերում որ գայսերական մոդեցում ունին որ գայսերական նպատակներ ունին որ իրենց համար մենք փոքր ասկերը իրենց համար այսօր գանք վաղը խաղակարդենք մյուս օրը գրնանք այսպես մեծ հաշիվներու ասենք բանելալ այո մանր փոխանակման քարտերը լալ ուրեմն մենք եթե ասկային պետություն չենք եթե պետություն չենք ուր մեր նպատակներ ունի մեր իղձեր ունի այս դարաշրջանի մեջ գլուծինք եւ երթանք Եվ վաղը գտրկանանք, գրնանք բասկանալ, գրնանք ռուսանալ, գրնանք դարբեր պետություններու կամ քաղաքագրթություններու մեջ լուծի, եթե ասկային չի։ Հոն է որ վերադառնամ մենք գրնանք ապրիլ վարտանած պատերազմը եթե չունենայինք դարաշրջանի մեջ գրնանք որպես հանգիստ լալ, բայց գտածրենք հայելը վերջը ինչ է մեր ուզածը։ Ուրեմն ասկային քաղաքապարախոսությունը եւ Ասկային քաղաքապարախոսությամբ պետություն մնե որ մենք պետք ունենք, որովհետև սինեն, սուդեն, գեղձեն, այն բոլոր քաղաքապարախոսությունները եւ Նիկոլին այսօրվա քաղաքապարախոսություն որ գսե, որ մենք կայդևելու համար շրջանի մեջ պետք է լեզու գտնենք, պետք է ենթարկվենք, պետք է մեկ կողմ ցկենք մեր նպատակները եւ մեր բանջարությունը։ Ոչ Գրնալալ ճագերդյալ խաղաղություն ապրին, բայց այդ մեկը քերեզմանի խաղաղություն է։ Անչափ շնորհակալ եմ Հովսեփ Տեր-Գևորգյան ձեր մասնակցության համար եւ հաջողություն կմաղթեմ ձեզ։ Սիրելի ունկնդիրներ, դուք լսեցիք Քյարթյուղ Տամիլ հայտագիրը, շնորհակալություն ձեր ուշադրության համար եւ ցտեսություն։